Ողջույն բոլորին, այսօր վերջապես հերթահասա իմ շարոցների եւ ֆրուչելաների ուրեմն պատրաստմանը, արդեն 3-4 օր է, երևի ավելի շատ։ Ուրեմն շարոցներս եւ ֆրուչելաները այսպես կախել եմ չորանալու։ Այստեղ ինչպես նկատեցիք արանքում ուրեմն ծիրանի չիր է, ինչու է գույնը մի քիչ մուգ, որովհետեւ պատրաստել եմ բնական ծիրանի չիր, առանց շաքարավազի։ Այստեղ ուրեմն դեղցի չրերն են, էլի բնական եւ այս տարբերակը ընդհանրապես առանց ջրի։ Մի քանի հյութերով եմ պատրաստելու, որպեսզի գույները ֆրուչելաների տարբեր լինեն, իսկ շարոցները ավանդական մեր եղանակով խաղողի ուրեմն դոշաբով, հյութով կամ ոնց ինչ կունենաք դրանով պատրաստեք։ Այսպես կախած տեղից հանում եմ, դնում ուրեմն սկուտերի մեջ եւ հիմա արդեն կսկսեմ պատրաստելը ամեն մեկի համար տարբեր օշարակներ։ Գնացինք։ Ուրեմն հիմա արդեն սկսում եմ ուրեմն հյութերի պատրաստությունը։ Այստեղ ինձ մոտ կա խաղող, սև խաղող եմ վերցրել, դվածել եմ, հատիկները հանել եմ, հիմա ուրեմն բլենդերով կմանրացնենք, հյութը ամբողջովին դուրս կգա, հետո կքամենք, որպեսզի հյութ ունենանք սև խաղողի։ Մի քանի ասեցի ուրեմն օշարակով եմ անելու, որպեսզի տարբեր լինեն, թե համային, թե գունային առումով։ Այստեղ ունեմ նուր, այսպես արդեն նրան հատիկները մաքրած, հիմա սա էլ արդեն հյութը կհանեմ եւ առանձին ունեմ դեղցի հյութ, որով եւ կպատրաստեմ դեղցի ֆրուչելաները։ Հիմա անցնեմ արդեն ուրեմն ձեզ ցույց տամ, թե հիմա ձեզ ցույց տամ, թե ինչպես եմ ուրեմն հյութը հանում։ Նայեք, հիանալի բավականին շատ հյութ դուրս եկավ, այստեղ ուրեմն մի քիչ փոքր չափի մեր նռերն էին, մոտավորապես 1200 նուր։ Սա դրեցինք մի կողմ, հիմա խաղողի հատիկներն նույն ձևով հյութը կհանեմ, հետո արդեն կքամենք։ Այսպես արդեն ուրեմն խաղողի օշարակները պատրաստ, հիմա կանցնեմ ուրեմն քամելու էտապին։ Հիմա քամում եմ խաղողի հյութը, տարբերություն չկա, սկզբում որ հյութն է քամում, հետո որ հյութը։ Ես առաջնահերթությունը տվեցի խաղողի հյութին։ Հիմա նույն ձևով քամում եմ նռան օշարակը։ Հրաշալի նուրը։ Հիմա պատրաստում եմ ֆրուչելայի համար շփոթը։ Ուրեմն վերցնում եմ, քանի որ մեր նուրը շատ թթված էր, մոտավորապես կես կիլոգրամ շաքարավազ կվերցնեմ, այսպես, կես կիլոգրամ երկրորդ սորտի ալյուր, նայեք այս ալյուրի գույնը, այսպես, հիմա խառնում ենք 4 բաղադրիչները, քանի որ ինձ մոտ երկրորդ սորտի ալյուր է, ես ուրեմն շաքարավազը չեմ կարամելիզացնում, իսկ երբ որ երկրորդ սորտի չի լինում, կարամելիզացնում եմ գույնի եւ ասեմ ձեզ, համ գույնի, համ համի, համ էլ որ ուտելուց ինքը շատ հեշտ ուրեմն ծնվի, այսպես, հիմա այսպես ավելացնեմ քիչ-քիչ 250 գրամ ջուր։ Հիմա սկսեց այսպես ջիվացող մասա։ Հիմա հասանում ինչքան է մեր նռան հյութի քանակը։ Նռան հյութ է, հիմա նռան հյութն եմ ավելացնում։ Անպայման կազմելով։ Մենք ջրը սիպրին ստացվեց։ Եվ ավելացնեմ ևս 150 մլ ջուր, այսինքն ընդհանուր առմամբ, հեղուկ լեսակետից, մեզ մոտ կստացվի ընդհանուր հյութով եւ ջրով 1 լիտր ջուր։ Հիմա դիտեմ դրագին արդեն, որպեսզի լավ եղի։ Ինչ ստանում եմ դրագին, հատկով կպատրաստեմ նաև մյուս ֆրուչելայի ուրեմն շփոթը։ Այսպես, մանրան դրագով ենք եկելու։ Ընթացքում անընդհատ խառնելով։ Հիմա պատրաստում եմ հաջորդ շփոթը։ Այստեղ ինձ մոտ 1 լիտր դեղցի ուրեմն հյութ է։ Հիմա, քանի որ դեղցի հյութը շատ քաղցր չէ, այստեղ ավելացնում եմ 250 գրամ։ Ոչ քաղցր է, ոչ թթու, ընդամենը 250 գրամ շաքարավազ եմ ավելացնում, նույնպես ավելացնում եմ 500 գրամ, այսպես ալյուր, երկրորդ սորտի նորից, 4 բաղադրիչները կխառնեմ, եւ այստեղ արդեն չեմ ավելացնի ջուր, քանի որ մեկ 1 լիտր է հյութը, քիչ-քիչ ավելացնեմ դեղցի հյութը։ Նայեք ինչ գեղեցիկ գույն ունի դեղցի, իսկական դեղցի գույն, դեղցի հյութով պատրաստվող շփոթը եւ նռան շփոթը, շատ մարմանդ կրակով այսպես պիտի եփենք։ Իսկ մինչ եփվում են ֆրուչելայի ուրեմն շփոթները, հիմա ես կպատրաստեմ հիմնական շարոցի շփոթը, նույն եղանակով ենք պատրաստում, պարզապես վերջում պիտի ավելացնեմ համեմունքներ, համեմունքներից ավելացնում եմ հիլ, դարչին, մեղակ։ Նույն հարաբերակցությամբ եմ պատրաստելու։
Արդեն դուք նայեք, քանի կիլոգրամ շարոց է, ինչքան ուրեմն ֆրուչելա ունեք եւ բազմապատկեք կամ բաժանեք բաղադրիչները ըստ ցանկության։ Ահա խաղողի հյութով հիմնական մեր շփոթները պատրաստ։ Ուրեմն մի նայեք, որ գույնը այսպես բաց է, ինքը եփելուց գույնը մքանում է։ Արդեն ֆրուչելաների շփոթը պատրաստ լինելուց թաթախելուց հետո սա կդնեմ կրակին եփեմ շարոցները թաթախելու համար։ 1 ժամից արդեն ավել է, ես խառնում եմ, նայեք, պնդացել է։ Ճիշտն ասած, մի քիչ ջուր եմ ավելացրել հենց սկզբից, որովհետև շատ արագ էր պնդանում։ Դրա համար, երբ որ էփը տեղը չի լինում, շփոթի էփը, երբ որ տեղը չի լինում, ինքը սկսում է ճաքճքել ու փայլուն չի լինում։ Դրա համար մի քիչ ջուր ավելացրեցի, որ էփելու process-ը ավելի երկարացնեմ, բայց շատ քիչ եմ ավելացրել 200 մլ-ի չափով։ Եմ որ ասում են երկու ձեռքով խառնում եմ, հիմա սա է։ Իմ պահն է, նայեք արդեն ինչքան է քչացել, բանը ջուրը գոլորշիացել է, ու ինքը դեսա բնականաբար ավելի շուտ է դրել, ավելի մի քիչ պինդ է, բայց դեռևս պատրաստ լինելու մասին խոսք չկա։ Այսպես։ Պետք է լավ եփենք։ Մոտավորապես մի 2 ժամ կամ ավել կեփվի էլի։ Արդեն մի ժամային ինքը եփվում է։ Նայեք, արդեն 1.5 ժամը եփվում է, գույնն էլ արդեն մքացավ, դառավ նռան գույն։ Այսպես։ Եվս մի կես ժամ 40 րոպե եւ կթաթախեմ արդեն մեր ֆրուչելաները։ Սա էլ դեղցը։ Ինքն էլ լրիվ դեղցի գույն է ստացել արդեն։ Նայեք, արանքում դեղց է դրված, կողքերը ընկույզներ։ Հիմա թաթախում եմ դեղցի շփոթի մեջ։ Ինձ թվում է երկրորդ անգամ էլ պետք չի թաթախել, քանի որ շփոթը արդեն լավ պինդ է։ Այսպես, մի քիչ թողնում ենք կաթի։ Սա տանակ արդեն կախելու։ Ու այսպես բոլորը։ Հիմա հերթը հասավ ծիրանի չրերով տարբերակին։ Փորձեմ այստեղ էլ երկուական ընկղմել կամ երևի երեքական։ Փորձեմ տեսնեմ կստացվի թե ոչ։ Այսպես։ Չէ, լավ է ստացվում է։ Ու շատ գեղեցիկ է ստացվում, գույնն էլ հրաշալի։ Մի քիչ կաթա տեղափոխեմ կախիչի վրա։ Հիմա արդեն եփվում է ուրեմն հիմնական շփոթը խաղողի օշարակով։ Հիմա ես այստեղ պիտի ավելացնեմ համեմունքներ։ Ավելացնում եմ հիլ, ուրեմն մեխակ եւ դարչին, աղացած վիճակում միանգամից։ Հիմա լցնեմ այդ բոլոր համեմունքները աղացի մեջ եւ ավելացնեմ։ Մեխակը լցրել եմ, 3 հատ հիլ եմ լցնում աղացի մեջ։ Մոտավորապես 2.5 ժամ եփվեց։ Այս շփոթը արդեն վերջ պատրաստ է։ Հիմա վերցնեմ գազօջախից, տանեմ, ուրեմն սկսեմ թաթախել, սկզբում կթաթախեմ ուրեմն շարոցները, հետո մի քանի ֆրուչելա։ Ահա եւ վերջ, իմ շարոցները եւ ֆրուչելաները արդեն պատրաստ են։ Ուրեմն ուշադրություն մի դարձրեք այս բաց գույնին, ինքը որ չորանա մքվելու է։ Այսպես կախել ենք, որպեսզի չորանան։ Կհանդիպենք մի քանի օրից, երբ որ արդեն չոր լինեն, եւ ես ձեզ կցուցադրեմ։ Ահա եւ իմ գեղեցիկ ֆրուչելաները արդեն պատրաստ են։ Նայեք, այսպես, ուրեմն սա նռով տարբերակն է, սա դեղցի ուրեմն հյութով եւ սա սովորական շարոցի ուրեմն հյութով տարբերակն է։ Հիմա փորձենք կտրատենք եւ մեջը ցույց տամ։ Նայեք ինչքան գեղեցիկ է ստացվել, չգիտեմ ինչքանով է կարողանում ուրեմն տեսախցիկը հաղորդի ձեզ։ Մենք շատ գեղեցիկ են ստացվել։ Հիմա վերցնենք սկզբում մենակ ուրեմն այստեղ արել եմ ընկույզ։ Եվ ճիշտ չկտրեցի, այսպես։ Այստեղ ուրեմն ես արել եմ դեղցի ջրով ընկույզով տարբերակը։ Նայեք, հրաշալի, ուղղակի հրաշալի։ Պատրաստել եմ ծիրանաչրով եւ ուրեմն նռան հյութով։ Ասեմ, որ ինչ ջրերը բնական են, առանց շաքարավազի։ Այսպես։ Ուղղակի հրաշալի։ Հիմա բացատրեմ ուրեմն ինչու են երբ վաճառքի ֆրուչելաները այդպես թափանցիկ ու փայլուն։ Նախ ասեմ, որ վաճառքի ֆրուչելաները շատ չեն չորացվում։ Այնտեղ չեմ ուզում ոչ մեկին վիրավորած լինեմ, բայց այնտեղ կա քաշը ավելացնելու տարբերակ։ Եվ փայլուն են լինում, որով փայլուն չէ, ավելի շատ բարակ են անում։ Եվ բարակ է լինում թափանցիկ, դե ինձ մոտ էլ նայեք, արդեն տեսնում եք, որ հաշ չի թափանցիկ է։ Փայլն է տեղնա, ուղղակի լավ է չորացրած, դրա համար այն շատ արհեստական փայլով չի։ Լավ եմ չորացրել, որպեսզի երկար պահեմ։ Երբ որ ճիրը դնում ենք ուրեմն գուզի արանքում եւ թաթախում ենք օշարակի մեջ, այսինքն շփոթի մեջ, այսպես ասեմ, այդ ժամանակ ամբողջ խոնավությունը ճիրը քաշում է իր մեջ։ Ինչպես դուք տեսաք, սկզբում ես կախեցի չորացավ, ինչքան է չորանա, միևնույնն է, երբ որ արդեն ինչքան է չորանա, միևնույնն է, երբ որ արդեն շփոթի մեջ թաթախում ես, ինքը քաշում է իր մեջ այդ խոնավությունը։ Եվ երբ որ արդեն լավ չես իրան չորացնում, պահելուց հնարավոր է որ ուրեմն միջուկի հատվածում առաջանա բորբոս։ Դրա համար պետք է շատ լավ չորացնել։ Չգիտեմ ինչքանով է իմ ինֆորմացիան ձեզ ուրեմն հարկավոր, բայց պարտքս համարեցի ձեզ ասեմ։ Իսկ համի առումով պարզապես հրաշալի էր։ Բոլորին բարի ախորժակ։ Դուք եք փորձեք, եթե ձեզ դուր կգային բաղադրատոմսը, գրեք, եթե կլինեն հարցեր եւս գրեք, ես պատրաստական կպատասխանեմ ձեր հարցերին։ Ստեսություն կհանդիպեք իմ YouTube-յան ալիքում։ Նշեմ նաեւ, որ իմ YouTube-յան ալիքում
շատ լավ ուրեմն բաղադրատոմսեր կան, որոնք դուք կարող եք եւս օգտագործել ձեր ամենա կենցաղում։ Տեսություն, հանդիպենք։